Սելավադագիցներ ողջունենք ձեզ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով։ Սամոսերկուն գսե ասված մեր ապավենն ու զորությունն է, նեղություններում մեջ խիստ օգնական կգտնվի։ Եկեք այս հավատքով խոնարհենք Տերոջ ներկայության մեջ եւ նորոգենք մեր ուխտը հավատքի հավատարմության։ Տեր Աստված, շնորհակալ ենք քեզ ամեն բանի համար։ Եվ հատկապես օրհնություններուդ, բարիքներուդ, շնորհքիդ, սիրույթ, ողորմությանդ։ Շնորհակալ ենք մեզի հետ եղար եւ մեզի հետ կլաս։ Կաղաչենք փառավորվիս, մեծարվիս այս պաշտամունքով, Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Գրավիրենք մեր խումբը առաջնորդելու պաշտամունքը եւ բոլորանուն կրնան ոտքի ելել Գրավիրված եք միասնապար պաշտելու, մեծարելու մեր Տեր եւ մեր Աստվածը, իսկանոնք որոնքի վիճակի չեն, ազատ զգացեք, կարևորը սրտով, մտքով, հոգիով պաշտենք, մեծարենք մեր Տեր մեր Աստվածը։ Balabe
այս աշխարհ դուն են երթային Սուպերքով ներքեն փառք աղորվեց անվար Որ արյամբ իր կտկեց գործվեր փրկության Եվ ալավելի որ կյանք ունենաս դուն եւ ալավելի որ կյանք ունենաս դուն եւ ալավելի Եկիր են հավատքով շուտ ռավել լսել Հանցնե ինձ ինքնանոր զիր կամ կայսեր Հնա քեզ կընդունի վրգիչ պաշտելի Գտապե օրդություն եւ ալավելի Եվ ալավելի որ կյանք ունենաս դուն 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 եւ ալավելի Քրիստոնեական սպառազինություն փոխադարձաբար գաղթանք Ալասկե յետև եղբայրներս զորացեք դերոճմով ու անոր զորության գարողությունով Վասնզի մեր բادرազմը արյունի ու մարմինի հետ չէ, հապա իշխանություններու ու պետություններու հետ։ Այսօր համար ծեր վրա արեք Աստուծո սպառազինությունը։ Ու ամեն բանը լմնցնել է յետև հաստատուն գայնիլ։ Ու ոտքերնուտ հագցնելով խաղաղության ավետարանին պատրաստությունը։ Եվ փրկության սաղավարտը արեք ու հոգին սուրը, որ Աստուծո խոսքն է։ Ու այս բանին վրա հսկեցեք գադարյալ հարատևությամբ ու աղաչանքով բոլոր սուրբերուն համար։ Շնորհք այն ամենուն հետ, որոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսը անգերծությամբ կսիրեն։ Ամեն։ Սիրելիներ կպատրաստվին կաղոթքի եւ Տերը մեզի շաբաթը շնորհ կրավ, բահեց, խնամեց եւ վստահ եմ յուրաքանչյուր ընտանիք իր հատուկ վիճակներում մեջ եղավ։ Հիվանդություն, ուրախություն, դխրություն, ցախողություն, հաջողություն եւ այս բոլոր ելևեշներուն մեջ մեր աչքերը դեպի ուր գուղենք։ Ընտանիքը չգա եւ անցը չգա այս աշխարհի մեջ ուր աղոթքի գարիք չունենա։ Եվ եթե հանդիպի կանցի եւ ընտանիքի եւ ցեզիս է մենք պետք չունենք, գիծած եղեք ոչ թե մի անսուդե, ոչ թե մի անսուդե, գիծած եղեք որ պետք եղածեն ավելի աղոթքի գարիք կա։ Սերներ առանց աղոթքի մենք չենք կրնար գոյատևել այս աշխարհի մեջ։ Կպատրաստվենք աղոթքի ադեն գրնակ արջև կալ, գրնակ նստիլ, գրնակ ոտքի, ազատ զգացեք, բայց սփանանք մեր սիրտը միտնու հոգին, մեր կյանքը հանցնենք անոր, որ գիտե մեզ, կճանչնա մեզ, կլսե մեզ եւ կպատասխանե մեզ։ Պատրաստվենք աղոթքի։
Հանուն հոր և որդվո և հոգվույն սրբո ամեն։ Հավիտենական Աստված մեր Տեր և մեր Աստվածը, մեր ստեղծիչը և մեր փրկիչը, գխոնարհինք մեծությանը թարջև հավատքով, քեզի փառք կուտանք ամեն օր և ամեն վայրկյան և հատկապես շնորհակալությամբ քեզի փառք կուտանք այս գեղեցիկ օրվան համար։ Շնորհ կրիր գիշեր մնալ բահեցիր մեզ և ահավասիկ քուդանդ մեջ գհամախմբվին քեզ բաշտելու և քեզ մեծարելու։ Երախտաբարդ ենք ով Տեր, շնորհակալ ենք ով Տեր, քեզի գուքանք, որպես մեծ ընտանիք, և քեզի փառք կուտանք հոսքդ տվող յուրաքանչյուր անձի և ընտանիքի համար։ Նաև գհիշենք բոլոր անոնք, որոնք բացակայ են։ Դեր Աստված, հոնուր որ հիվանդ գա ցավի մեջ եղող գա լահոս մեր մեջ, գամ դան մեջ, հիվանդանոցի մեջ, ձերանոցի մեջ, գաղաչենք ով բժշկաբեդ Դեր, ով բժիշկներուն բժիշկ եղող Աստված, քու բժշկարար ձեռքովդ քու գամքիդ համաձայն բժշկություն շնորհես և իմաստություն դաս բժիշկներուն քու իմաստությամբ դարմանում ընելու։ Հոնուր որ սկավոր գա, հավիտենական կյանքի հույսով այցել է մխիթար է։ Հոնուր որ ջամփորդող գա, գամ պիտի ջամփորդեն, ով դեր ապահով ջամփորդություն շնորհե։ Փանդարգյալին հույսով հավատքով ներշնչե։ Եվ մեր ընտանեկան հարգերը գողագից, զավակ, ծնորք, թորներ, հարազատներ, քեզի հանցնած։ Գաղաչենք ով Տեր, խոստովանանքով կալով, ները, մաքրե, սրբե և արժանացուր մեզ քո արքայությանը։ Եվ մեր ընտանեկան հարգերը գաղաչենք, սիրովդ լեցնես, միապանությամբ հաստատ պահես, հավատքով զորացնես, հույսով ներշնչես, և մեր փոքրերը, բադանիներն ու երդասարտները քեզի հանցնած, ով դեր գաղաչենք, բահե պաշտպանես իրենք չար ընկերակցությունները։ Եվ մեր ընտանիքները և մեր ժողովուրդը բահե պաշտպանե չարեն, նեղություններեն, փորձանքներեն, հիվանդություններեն, դժվարություններեն, դակնապներեն, ով դեր գործի մեջ եղողին գործի հաջողություն շնորհե։ Դան մեջ եղողին համբերություն, և մեր ընտանիքները բահե քու սիրույթ մեջ, քու թևերու տակ, անփորձանք, անվտանգ, վկայությամբ լեցուն օրեր շնորհե։ Դեր Աստված, գաղութենք մեր բոլոր եկեղեցիներուն համար,
ավետարանական, առաքելական, գաթողիկե եւ հոնուր որ այսօր բաշտամունքներ գլան գաղաչենք արթնությամբ արթնություն շնորհես մեր Տեր մեր Աստվածը գաղութենք մեր քաղաքին համար մեր նահանգին մեր երկրին գաղութենք Հայաստան աշխարհի համար գաղութենք միջին արևելքի երկրներու համար ով դեր ամբողջ աշխարհ խաղաղությանդ գարիք ունի, ով խաղաղության իշխան քու խաղաղությանդ աճովը խաղաղություն հաստատե։ Սրդեր մտքեր հոգիներ քննող Աստված։ Դու գիտես յուրաքանչյուր անձի սրդին մտքին հոգին մեջ ինչ ծանրություն կա, քեզի հանցնած գաղաչենք, լույսովդ լուսավորես խաղաղությամբ խաղաղություն շնորհես, սրդի մտքի հոգի խաղաղությամբ, որպեսզի մեր ժողովուրդը ապրի քեզի վայել, քու գամքիդ համաձայն, վկայությամբ օրհնաբեր կյանք։ Դեռ եկեղեցիդ քու ձեռքերուդ մեջ կտնենք, ինչ որ ծրագիրներ կմշակենք քու առջևդ ընդունելի լա։ Փառավորվիր մեծարվիր այս պաշտամունքով։ Եկող շաբաթը ամբողջությամբ քու ձեռքերուդ մեջ կհանցնենք, անձնական, ընտանեկան, եկեղեցական, հավաքական, ով դեռ ինչ որ կծրագրենք, ինչ որ կմտածենք, գաղաչենք, ուղես, առաջնորդես մեզ եւ քու գամքդ օրհնյալ թողլա, փառավորվիս, մեծարվիս, դեռ քու խոսքդ ոչ թե միան լսողներ լանք, այլ քու խոսքդ ապրող, վկայող զավակներ լան, քու փառքիդ համար, դեր Հիսուս Քրիստոսի անունով Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, շնորհ կրեմեսի։ Ամեն։ Ծանոթություններ գուզեմնել եւ մինչ այդ գիտակցորայի աշակերտներն ալգրնան ներսլալ երեք դերոջ շնորհքով ունեցանք մեր ընտանեկան երեգոն բավական թիվով ներկաներ փոքրեր եւ աստծոփառք կուտանք որ շատ հաջող ընթացավ եւ գաղութենք գշարունակենք նույն ծրագրին մեջ լալ Դիգինները ունին հատուկ ծրագիրը երեքշաբթի
Երեքշաբթի օրվա ամառվա թաթարի ընթացքին, որ ամեն երեքշաբթի կհավաքվեին մեր դիգիներ պաշտամունքի, անցնող ամսվան մեջ ունեցան հատուկ ծրագիրը, այս ամսվան մեջ կունենա հատուկ ծրագիրը գծակցության ծրագիրն է, եւ հետեւաբար դիգիներ օրիորդներ հրավիրված են այս ամսվա օգոստոս ամսվա այս ծրագիրին մասնակից դառնալու ֆայսարտրումին մեջ եւ անշուշտ մեր հաջորդ ծրագիրը, որ մտքերդիտ ունենակ եւ մեր միտքը բահենք հոկտեմբեր 3-ի մեր դարեգան ջաշկերույթն է։ Աղոթեցեք եկեղեցու ջաշկերույթին համար, քաչալերեցեք, ներկա եղեք, շուտով արդեն դոմսերնալ գսկսին բաժնվել։ Եվ այս բոլորին մեջ աղոթող եկեղեցին համար ուրեմն առավոտ ժամը 9:40 անց կունենանք անգլերեն լեզվով պաշտամունք, ժամը 11 հայերեն լեզվով պաշտամունք։ Ուրեմն աղոթքի գողքին նաև ձեր հետ միասին անցմը բերեք, ընտանիքի անդամը բերեք, բարեկամը բերեք, որովհետեւ նաև գարնանք Աստծո խոսքը դարձել հոնոր որ գրնանք։ Փառքը երրորդության Աստծոյին լա եւ նաև նյութական օրհնությունները իր մեյը իր շնորհքով է մեր նվերները դանք Աստծո գործին։ Եք միասնապար փախտանք երրորդության Աստծոյին։ Շնորհակալ ենք երախտաբարդ ենք ով դեր օրհնություններուդ, բարիքներուդ եւ հատկապես
նյութական օրհնություններուդ համար։ Ինչ որ ունինք քեզ մեյ քու շնորհքով է։ Շնորհակալ ենք, որ առողջ կյանք կուտաս, որովհետեւ գայդանք կործել, աշխատել, ծառայել։ Մեր անձերով, լումաներով, քեզի կալով գաղաչենք օրհնես այս լումաները, օրհնես դվորներ եւ կործածես քու փառքի տարածման եւ քու եկեղեցի շինության համար։ Ամեն։ Սիրելի ավադագիցներ, սիրելի հայորդիներ, ողջունենք ձեզ մեր Փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով, ողջունենք բոլոր անոնք, որոնք յետևին մեզի համացանցի միջոցով եւ կամ ICFN.TV-ի միջոցով։ Ուր որ եք Աստված օրհնե ձեզ, առողջ բահե, հավատքով բահե, սիրով բահե, միապան բահե եւ իր կամքը օրհնյալ լա։ Աստուծո սրբազան խոսքեն այսօր կգարտացվի երկրորդ Կորինթացիս երկրորդ գլուխ 12-14 համարները։ Հետևենք Աստուծո խոսքին հավատքով երկրածությամբ։ Բողոս հրաքյալ Կորինթոսի ուղված եկեղեցին գկրե ասելով. Երբ դրովատա հասա Քրիստոսին ավետարանը քարոզելու, կդա թե ինձի թուրմը բացաձեր դերը, բայց իմ հոգիս մեջ հանգստություն չունեցա, վասնզի իմ դիտոս եղբայրս հոն չկդա, ուստի անոնց մե հրաժարելով Մագեդոնիա կացի։ Ամեն։ Սիրելի ավադագիցներ, շատ հաճախ մարդոց խորհրդատվություն տալով եւ կաունսելինգ կնենք մարդոց հետ, գահիտնաբերվի, որ անոնց մեծ դոգոսը գաբրին իրենց կյանքը անցյալի վերքերու, ցավերու եւ հուսախաբություններու որպես արձագանք։ Անոնց խաղաղությունը, ուրախությունը եւ անհատականությունը արմատավորված են կյանքի անխուսափելի ցավերեն կոյացած վերքերուն եւ սպիներուն մեջ։ Անգախ հանգե, թե արդյոք պատճառը մերժվիլն է, հոգեբանական վնասվածք, ցոմա, ընտանեկան շփումներու լարվածություն, թե դարբեր տեսակի բռնություններ։ Հետևաբար, անոնք գաբրին դուփի մեջ, արգրի մեջ, փակված եւ ցևով անչատված։ Իրականության մեջ դուրին չէ այսպիսի անձերը օգնել, որպեսզի ազատագրվին իրենց այդ վիճակեն, որովհետև անոնց կյանքը հեռու է ճշմարիտ ազատութեն է, կամ Աստուծո կամքը կատարելու պատրաստակամութեն է։ Փոխարենը, անոնք շրջապատված են իրենց ցավերու սպիներով։ Բادر կգալուցեն իրենց կյանքի դուփերուն շուրջ եւ մարդոց մե ոչ թե միայն հերու կմնան, այլ մարդոց հերու կբահեն իրենց մե։ Եվ մտքերնին ընդհանրապես հետևյալը կլա։ Այսինչը այսպես լավ, այնինչը այնպես լավ, եւ այս բոլոր բաները, որ ինձի ըրին, արդեն այլևս մարդոց չեմ վստահի։ Այս գեցվածքը ինքնին մարդոց մեջ գահիտնե փարգություն, նախանց եւ ներքին դառնություն եւ անշուշտ աններողամտություն։ Ինձ այսպես լավ անգարելի է ներել։ Այս շաբաթանցի մետ կխոսեի նյութի մասին, սա անգարելի այսպես, անգարելի բառը մի կորզած, չենք գիտեր ինչս էլ է անգարելիություն։ Անգարելի է։ Հետաքրքրական է, հարցախույզը, ստատիստիկսը ցույց կտա, թե եկեղեցի հաջախորդներու մեծ թիվը
իրապես ազատ չէ։ Ներքնաբես այսինքն։ Թեև որդին Տեր Հիսուս Քրիստոս իրապես ազատ կնե մարդը առածը, սակայն շատեր երբեք չեն սորված բաճշաճ գերբով արձագանքել հուսախաբություններու, ցավերու, որ բոլորս ալ կհանդիպին կյանքի ընթացքին։ Աշխարհի մեջ չկա անցումը, որ ցավի մեջ է չանցնի եւ հուսախաբություններու մեջ է չանցնի։ Իրականության մեջ այս ինքնին քրիստոնեական կյանքի ճշմարտություններն մեկն է, որ շատ քիչ հազվադեպ այս մասին կխոսենք կամ կքննարկենք նույնիսկ։ Աստվածաշունչը կսերտենք եւ հոն խոստումներ կգարտանք, օրինակ, դեռ իմ հովիվս է, ես փանիմը գարուդություն պիտի չունենամ։ Ուրիշ դեպը կգարտանք, քեզ պիտի չթողում եւ քեզ պիտի չլքեմ։ Ուրիշ դեպը, ցեզի համար ծրագիրս գիտեմ։ Բացառիկ խոստումներ կգարտանք։ Եվ կգարտանք հատկապես երբ ցավի, ցախողության, անդեսումի, դարբեր տեսակի սրդի ցավերու իրականություններու մեջ։ Ուրեմն փոխանակ այս վերքերը ճիշտ ծևով թիմակրավելու։ Մարդը առածը շատ հաճախ գարչած գմնա անոնց այդ վերքերուն, թույլ տալով, որ անոնք աստեն իր վրա։ Պաստորեն, ինչպես կվարվինք մեր անձնական հուսախաբության և ցավին հետ, ցույց կդրվի մեր հոգևոր հասունությունը։ Հասուն հավատացյալներ, քրիստոնյաներ գիտեն, թե ինչպես աստվածաշունչի մոդեցումներով մոդենալ փորձություններում։ Իսկ ոչ հասուն հավատացյալներ թույլ կտան, որ այդ ցավը ծևովը գնիկ տնե իրենց ինքնության, իրենց քարակտերին վրա եւ մորցվի Աստծո կամքը։ Եվ հետաքրքրական է շատ հաճախ այս տեսակի անձեր գարթարացնեն պաշտպանողական գեցվածքով եւ գսեն. Դու չես գիտեր ես ինչեր է անցա։ Կամ Բադահաց է, որ ինձ իսված է, բադվելի, կեզի ամարթյուրին է այսպես խոսիլը, կամ այնպես խոսիլը։ Այս ինչ անցը ինչ ծևով վարվեցավ հետս, մույսը ինչ ծևով վարվեցավ հետս, նույնիսկ ընդանիքս, տավաջանեցիս, ասրավ ինձի, այնրավ ինձի։ Սրելի քույրեր եղբայրներ, հուսախաբություն, քրիստոնեական կյանքի ամենադարածված եւ բայց նաեւ ամենացավալի փորձառություններն մեկն է։ Հուսախաբելալ, disappointment։ Հուսախաբությունը գրնակալ բազմաթիվ գերբերով, օրինակ, գաղութես եւ պատասխան չի կար, անպատասխան մնացած աղոթներ, խզված հարաբերություններ, փակված թրդեր, հույսը ունիս, բայց գուշանա այդ հույսը մինչև իրագործվի, անբդուղ չանքեր, աշխատանք, եւ նույնիսկ մարդը առածը ներքնաբես գշվարի եւ չի հասկնար, թե Աստված ինչ կուզեիր մե։ Երբեմն այս հուսախաբությունը մեր բարականերն է, երբեմն ալ մարդոցմ է։ Երբեմն ալ մեր ներքին վերքը այնքան խորունգ է, որ կարծես Աստուծո թեմ հուսախաբություն կսկանք։ Եթե գար ինչու այսպես եղավ։ Այսքան աղոթեցի, այսքան եկեղեցիկացի, այսքան գարտացի, ինչու այսպես պիտի լար։ Մեծ աստվածապան Դիթրիխ Բոնհոֆեր գսե, թե մենք պատրաստ պետք է լանք, որ Աստված մեզ ընդհատե։ Ետքը գտեսնենք
ցավալի պատկերը նույն ինքն Բոնհոֆերի կյանքին, որ անցամ գսկա, որ Աստված ընդհատեց իր կյանքը, գփանդարգվի, գչարչարվի եւ գմերդի փանդին մեջ։ Ավելի ճիշտը գմերցնեն զինք փանդին մեջ։ Որովհետև այդ օրվա գերմանական իշխանության հակառակ էր։ Սորվելով խուսախապությունը Աստուծո կորձին վերջը չէ, այլ խուսախապությունը Աստուծո դպրոցին մեկ մասն է, որտեղ Հիսուս մեր հավատքը գզդե եւ մեր հույսը թեպի իրեն կդարձնե։ Եվ իրականության մեջ շատ հավատացյալներ այս վիճակին մեջն են։ Ծրագիր կմշակենք, գաղութենք, գճանանք հնազանդությամբ ընթանալ եւ հանգարց Աստված ցավալի ընդհատումը։ Թուրքը կփակվի։ Մարդը օգնության չի հասնի, որ գագնգալի է, որ մեկ օգնե։ Փափակ մուներ եւ անգադար կմնա։ Նույնիսկ ծառայության մարզին մեջ կտեսնես արգելքներ, որ զարգացում չերտը։ Ինչպես գագնգալ էինք։ Եվ այս բոլորին մեջ, գարտացված այս հատվածին մեջ կտեսնենք Պողոս առաքյալ գբատմե, թե ինք երբ դրովատա հասավ, ծառայության թուրմը լայնորեն բացված էր։ Անշուշտ դրովատան իմիջայլոցսեն, որ այսօր Թուրքիո տարածքին մեջ է, եւ ծանոթ է դրովատան որպես Էսքի Իստանբուլ անունով։ Հունական քաղաքն էր, եկեղական ծովում վրա, եւ Թուրքիո արևմտյան ափի հյուսիսային ծայրամասին մոտ է։ Հոսքը տեսնենք Աստված շատ հստակ կգործեր։ Պողոս առաքյալի համար թուրմը բացված էր, բայց եւ անպես Պողոս առաքյալ ինքս է, թե իր հոգին մեջ հանգիստ չուներ։ Հոգին հանգիստ չէր, որովհետև գագնգալեր դիդոս հոնը եւ դիդոս չեր հասած։ Այսինքն ծևովը, ասիկա Պողոս առաքյալի հոգին բացված փոքրիկ, բայց շատ խոսուն բադուհամ մնե։ Հետաքրքրական է, Պողոս առաքյալ հավատարիմ անձ էր, օգտակար անձ էր, եկեղեցիներ հիմնեց, Աստուծո բացած թուրը կտեսներ, բայց միևնույն ադեն հուսախաբության մեջ էր։ Ուրեմն առաջին, հուսախաբությունը օդար բան մը քրիստոնեական կյանքին մեջ։ Առաջին ճշմարտությունը սիրելիներ, որ պետք է սորվենք, հուսախաբությունը ապացույց չէ, թե մեր եւ Աստուծո հետ ունեցած ընթացքին մեջ ամեն ինչ սխալ ընթացած է։ Ուրեմն, երբեմն հուսախաբությունը մեզ կմղե մտածելու եւ հարցնելու արդյոք Աստուծո գամքեն հեռացա, արդյոք ցախողեցա, արդյոք սխալ հասկացա Աստուծո առաջնորդությունը։ Բայց Աստվածաշունչը ցույց կտա, թե հուսախաբությունը հավատարիմ հավատացյալներուն համար օդար իրականությունը չէ։ 5 դագարան Մովսես հուսախաբություն ապրեցավ եւ ժողովուրդը դրդնչաց։ Աննա թարն լալով հուսախաբություն ապրեցավ, երբ զավակ չգրցավ ունենալ։ Եղիա հուսախաբվեցավ ջահիջի զարինդակ։ Ասապ քիչ մնաց սայթակեր, երբ ամպարիշտերուն պարկավաջումը տեսավ։ Նոր կդագարան Մարիամ Մարտա հուսախաբվեցան, երբ Ղազարոս մեռավ իրենց եղբայրը։ Աշակերտները հուսախաբվեցան, երբ Քրիստոս խաչվեցավ։ Նույնիսկ դեր Հիսուս անցամբ գիտակցեցավ այն դխրությունը, զորգուտա
երբ անցումը մերժվի, ցախողի կամ սխալ հասկացվի։ Ուրեմն սերներ, երբ հուսախաբությունը մեր կյանքին մեջ կմտնի, պետք չէ վարգյանական խորհենք եւ ասենք ես հավատացյալ եմ եւ ասիկա պետք չէ բադահի քրիստոնեական կյանքին մեջ։ Որ շատ հաջող լսած եմ, անցմը հիվանդանա գայցել եմ, ես ինչ էի որ հիվանդացա։ Ես ինչու ինչ հրած էի Աստուծո, որ Աստված ինձ հիվանդացուց, անշուշտ սխալ ուղղության մեջ կլանք, երբ այդպես կարտահայտվենք։ Սելներ, հուսախաբությունը քրիստոնեական կյանքին մեջ կբադահի, բնական, եւ այս իրականություն է։ Երբ Աստվածաշունչը սերտենք, կտեսնենք, թե Աստվածաշունչը հավատքի կյանքը չի կեղեցկացներ, զարդարեր, մեղմացներ, Աստվածաշունչին մեջ կտեսնենք ողբից սաղմոսներ, արցունք, ցավ, աղաչանք եւ հարցումներ, մինչեւ երբ ով դեր, ինչու զիս լեկեցիր ով դեր, Աստվածաշունչին մեջն է ասի։ Սելի քույրեր եղբայրներ, Աստված մեր դրդմութենեն չսպարնար։ Աստված մեզի բարեր գուտա, որ այդ դրդմությունը իր ներկայության մեջ բերենք։ Աստվածաբանական օրեն այս պատճառով է, որ մենք դակավին գաբրինք մեղավոր, մեղանչյալ աշխարհի մեջ։ Փրկությունը Տեր Հիսուս Քրիստոսով իրագործված է, բայց ամեն բանի վերջնական նորոգություն, փառավորություն դակավին հասած չէ։ Մենք փրկված ենք, բայց դակավին փառավորված չենք։ Մենք արքայության կպատկանենք, բայց դակավին մեղավոր աշխարհի մեջ կգալենք։ Հուսախաբությունը այն կյանքին մեկ մասն է։ Օրինակ առնենք բժշկական ուսանողը։ Ուսանողը, որ բժշկական համալսարան կհաջախի, պետք չէ զարմանա, երբ դժվար քննություններով հանդիպի։ Այդ դժվարությունը, որ կհանդիպի համալսարանին մեջ, նշան չէ, թե ինքը սխալ դեր կգա։ Դժվարությունը բժշկական համալսարանի գրթության մեկ մասն է։ Նույնպես հուսախաբությունը միշտ նշան չէ, թե մենք դուրս ենք Աստուծո կամքեն։ Շատ անգամ հուսախաբությունը Աստուծո գրթական ծրագրին մեկ մասն է։ Եվ իրականության մեջ կան հավատացյալներ, որոնք ավելորդ մեղքի զգացումով կծանրանան, որովհետև կգարձեն, թե հուսախաբությունը անպայման հոգևոր ցախողություն կհամարվի։ Բայց Պողոս առաքյալ գսորվեցին է հակառակը։ Մենք կրնանք բաց թուրիմը մեջ լալ եւ դակավին մեր հոգին մեջ անհանգիստ մնալ։ Մենք կրնանք Աստուծո կամքին մեջ լալ եւ դակավին ցավը զգալ։ Եվ այս բնական է։ Բայց երկրորդ կետ, Աստված հուսախաբությունը գօգտագործե բացահայտելու համար, թե մեր հույսը ուր ամրացված է։ Դեռ Աստված հուսախաբությունները գօգտագործե մեզ գծելու, անչադելու գերծ հույսերեն, գերծ հույս։ Սելեր մենք շատ հաճախ մեր սրտին ծանրությունը, վստահությունը գտնենք մարդոց վրա, արդյունքներու վրա, ժամանակացույցերու վրա, ծառայության հաջողության վրա, կամ մեր ակնկալիքներու վրա։ Եվ այդ բոլորը երբ սխալ ընթացքի մեջ լան,
այն ադեն կհասկնանք, թե մեր սիրտը որքան շատ անոնց վրա հաստատված է։ Պողոս առաքյալ Դիդոսի կալուստը կսպասեր։ Սպասելը մեղք չէր, սխալ բան չէր։ Բայց երբ Դիդոս չասավ, Պողոս առաքյալին հիշեցում եղավ, թե բացված դուռը Դիդոսը չէր, որ բացած էր, այլ դեռ Հիսուս Քրիստոս է։ Եվ այս էական հիմնական տասմն է։ Սելեր միշտ հիշելու ենք, թե մարդկային կորձիկները, չանքերը, մարդոց չանքերը կարևոր են, բայց երբեք չեն գրնալ մեր վերջնական հույսին հիմքը դառնալ։ Հինգ դագարանին մեջ Երեմիա մարգարեության մեջ դերը գսե Երեմիա 17:5 Անիծյալը լա այն մարդը, որ մարդու գաբավինի։ Գնաք պատկերացնել։ Այսինքն զասված կծկես և մարդոց գաբավինիս։ Օրհնյալը լա այն մարդը, որ դերոջը գաբավինի և որուն հույսը դերն է։ Իս Սամոս 2:42 Սամոսին գսե մարդոց վրա վստահել են ավելի լավ է դերոջ հուսալ դերոջ մեջ աբաստանիլ։ Սելներ հուսախապությունը շատ անգամ կհայտնե քնահատելու և վստահելու տարբերությունը։ Քնահատելը բան է, վստահելու ուրիշ բան է։ Մարդոց արժեք դալ քնահատել էական շատ ճիշտ է։ Բայց անոնց վրա ձանրանալ, հանձնվել, վստահել, որ իրենք են մեր վերջին ապավենը սխալ է։ Ով գուզես թողնել այդ անձը։ Ամենաբարձ անձեն մինչև ամենամեծ թագավորը աշխարհի։ Սելիներ Աստված ինքն է, որ միակ վեմն է մարդահրացին։ Հուսախապությունը շատ խորում կլա մեր մեջ, այնքան հուսախապ կլանք, որ մենք մեր մեջ վնասներ մեջտեղ գելեն, այնքան խորունք հուսախապությունը, որ կսկսենք ամեն բանը դարբերության մեջ լալ։ Եթե երեխայի ցերկը թուղթե նավակը դեսնենք, և դեսնենք, թե այդ երեխան գուզե այդ թուղթե նավակին վրա խորունկ ջուրի մեջ ոտքի գնալ։ Ծնողքը այդ նավակը գարնեն փոքրիկին ցերկեն, ոչ թե որ խաղալիքին թեմեն, այլ որովհետև խաղալիքը չի գտնար շալգել փոքրիկը։ Մեր հուսախապություններուն մեջ Աստված կհեռացնե ինչ երբեք չես գնալ մեզ գրել։ Ուրեմն սելիներ եկեք այսօր անձնակնությամբ հարցնենք։ Մեր վերջի հուսախապությունը ինչ գավվածություն ցույց տվավ, բացահայտեց։ Այսինքն ինչ բան է հուսախապ եղավ և այդ կնշանակե, թե որքան գավված էինք մենք, մեր հույսը ծած էինք ադոր վրա։ Հարաբերություն մներ, ծրագիր մներ, ծառայության երազանք մներ, կամ ուրիշ բան։ Հիշենք, թե հուսախապությունը միայն գոռուստ և ցավ չէ, հայտնություն է։ Հայտնություն։ Մինչ Եկող Գիրագի դերը գամի կշարունակենք և պիտի անդրադառնանք Եկող Գիրագի, ինչպես կարելի է շրջանավար դլալ հուսախապություններու դպրոցեն։ Գիտեք, աշակերտները կպատրաստվին դպրոցական նոր դարաշրջանի։ Հուսախապություններու դպրոց կա և հուսախապություններու դպրոցեն շրջանավար ըլլալ կա։ Եկող Գիրագի մինչ կանցադառնանք այս թեմային, այսօր կանչված ենք հիշել, որ հուսախապությունը կրնա օգնել
հոգևորապես աճելու, զորացնելու մեր հավատքը, մեզ մղելով վստահելու, հանձնվելու Աստուծո քերիշխանության եւ Աստուծո բարի հաճելի գադարյալ կամքին, նույնիսկ երբ մեր պայմանները դժվար են։ Այսինքն, միշտ կսեմ հիշեցնեմ, Աստուծո հուսացողը ինչ է, ամոթով չի մնալ։ Աստուծո հուսացողը ամոթով չի մնալ։ Օրհնյալը լաք։ Ամեն։ Մեր Տերոջ ծորվեցուցած աղոթքը գաղութենք բոլորս միասին ոտքի վրա։ Զիքոյ արքայություն, զորություն և փառք հավիտյանս, ամեն, և ինք խաղաղության աստվածը ձեզ բոլորովին սուրբն է, ու ձեր հոգին մարմինն ու շունչը անառատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի քալվադենը, ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգին, հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունը, զորությունը, ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ, ամենագալն Աստված, Հայր, Որդի և Սուրբ Հոգի բահե և պաշտպանե ձեզ, հիմա և միշտ հավիտյանս, ամեն։